Լինում է, չի լինում մի աղջիկ, անունը Մաշա։ Այս Մաշան որոշում է, որ պետք է գնա դուրս զբոսնելու։ Կարող եմ գնամ դուրս զբոսնելու։ Կարող եմ գնամ Սարի հետևի անտառը։ Ուր եմ ես հայտնվել, ուր է իմ տունը։ Լավ, գնամ առաջ, տեսնեմ ինչ կլինի։ Վայ, տուն։ Հիմա կմտնեմ մեջը, կտեսնեմ, թե ինչ կա։ Մաշան մտնում է ներս 3 արջերի տուն։ Մաշան հոգնած է լինում և որոշում է գնալ մի քիչ քնել։ Հետո Մաշան արթնանում է քնից և զգում է, որ սոված է։ Գնում է խոհանոց և տեսնում է 3 ափսե՝ մեծ, միջին և փոքր։ Մաշան ընտրում է փոքր, որպեսզի կարողանա ուտել ամբողջը։ Մաշան ամբողջը ուտում է։ Ուտելուց հետո որոշում է, որ նորից ուզում է քնել։ Գնում է ննջասենյակ, պառկում նորից փոքրի վրա և քնում։ Հանկարծ 3 արջերը հետ են գալիս։ Հանկարծ արջերը հետ են վերադառնում և տեսնում են, որ ամբողջ տունը թափրտված է։ Նայում են, որ ուտելիքը չկա։ Գնում են ննջասենյակ, տեսնում Մաշային։ Այ աղջիկ, ինչ ես անում այստեղ, ինչու քո տանը չես։ Անտառում վտանգավոր է։ Չէիր մտածի, որ կարող է արջ հայտնվել և քեզ ուտել։ Վայ, կներեք, 1000 անգամ, ես չգիտեի, որ սա արջերի տուն է։ Ես դուրս էի եկել ուղղակի զբոսնելու, հանկարծ կորչեցի, և սա միակ տունն էր անտառում, որը ինձ հանդիպեց։ Ոչինչ, բալիկս, ես նրան հիմա կպատժեմ։ Այո, հայրիկ, ասա նրա պատիժը։ Ոչ, միայն թե ոչ դա։ Հենց հիմա գնա մեր տան ողջ սպասքը մաքրիր, որը օգտագործվել է 1 տարվա ընթացքում առանց մաքրելու։ Ինչու ես մտա այստեղ, ինչու եմ ես հիմա սպասքը լավանում։ Ահա երեխաներ ջան, տեսաք թե ինչ եղավ, երբ ուրիշ մարդկանց տուն եք մտնում առանց հարցնելու։ Աղջիկա հետ այս ամենը եղավ և հետո նա իր տան հասցեն չի գտնի, արջերը նրան կուտեն և այսպիսով հեքիաթն ավարտվեց։ Մուլտֆիլմի բոլոր հերոսների դերերը խոսում է Ռայա Սիմոնյանը, իսկ մուլտֆիլմը սարքել եմ ես, Լիլիթ Սիմոնյանը։